Այսօր էլ այս պատմությունն եմ ուզում պատմել, ռեալ պատմություն իմ կյանքից, ինչ գարշելի նեղած մուսրական համակարգ է, բացի դրանից որ կոռումպացված ուղակի ծայրահեղ հանցավոր։ Եվ մի հատ գործ տվողի, որը հայտարարություններ տալի, թե իբր ինքը անգամ այդ էքսպրես թերթը հայտարարություն ռուսերեն, չգիտեմ այսօր կա թե չէ, չասնի դետեկտիվ, այսինքն մասնավոր դետեկտիվ, ինչ է խոսում։ Հիմա պատմում։ Մանավանդ որ լիովին մնում է այդ ողջ հանցավոր մուսրական համակարգը, այսօր էլ մնում է իմ անգամ հերու ազգականներին, որոնց հետ քիչ եմ էլ այդպես առանձնապես շփում։ Վախացրել են մուսրները, հասկանում եք, հələ մինչև իմ Հայաստանից փախուստը կանչում էին այդ քնչականներից, արա իրանք ինչ կապ ուներ, իրանք вообще քաղաքականությունից է։ Ես ձեր նանը, լավ, կարճ այս պատմությունը պատմեմ, ուրեմն Ռոբիկ Սերժիկի օրոք։ Ուրեմն քանի որ ես արդեն զբաղվում եմ քաղաքականությամբ, արդեն իմ ծրագրերը բաժանում եմ բոլորի, քիչ թե շատ ակտիվ հայաստանցիների։ Ուրեմն տեսեք ինչ էր անում տականքներ Ղարաբաղցիքը, Ռոբիկ Սերժիկը, որոնք այսօր պիտի փծածրն էին, լավագույն դեպքում բանտերում, Իշնորհի Փաշինյան տականքի ազատության մեջ։ Ուրեմն տեսեք ինչեր էին անում, թաղայինին ուղարկել են մեր շենքի հարևանին, սովետի վախսմանից ինձ ճանաչում են, ասել են ձեր տաղուն ասեք Արմենի հետ ընկերություն, Արմենից հեռու մնա եւ հանել էին իրան ուղակի շպրտել, բարից բունի մասով նարդվանից իջացրել էին։ Այսպես բաներ են անում։ Հետո քանի որ գումար կար մոտս ես տուն էի վարձել, բայց ելի ես զգում էի որ ինձ հետո ինչ թաքցնեմ, հիմա արդեն կարելի է ասել, ատեի բակի բոլոր բնակիչները մոտենում են ինձ տեղեկացնում են, ինչ որ անձիկ են եկել, անծանոթ, քեզանով հետաքրքրվում են եւ ինձ պետք է համ ապացույց, համ էլ ուզում է ես բռնեի այդ սրիկաներին, դες երևույթին այդ կագեբեշնիկներ են էլի։ Ուզում շատ է ջղայնացած։ Հիմա չեմ ուզում շատ շեղվեմ թե ինչեր են դրանք արել։ Ու մեկ էլ հանկարծ կարդում եմ այդ էքսպրես թերթի մեջ, անունն էլ հիշում եմ այդ տականքի։ Չասնի դետեկտիվ։ Եթե ինչ որ բան ձեզ հարկավոր է բարձել։ Ուրեմն չասնի ինչա մասնավոր, այսինքն մասնավոր էլի ոչ մի կապ չունի այդ ոչ մեկի հետ էլի։ Այդպես նաիվ, ոնց ասեմ, միամիտ ես մտածում եմ։ Մանավանդ որ երիտասարդության տարիների շատ բավականին կարդացել է դետեկտիվ պատմություն եւ այլն։ Ինչ դետեկտիվ, ինչ է կոծում։ Քյասեր ասած, ուզում եի բարձեի ով է ինձ հետևում եւ այլն, գալիս այդ բնակիչների խար եւ այլն։ Զանգում եմ սրան, բա հա հարց չկա։ Գալիս է, մոտսել բավականին ոչինչ գումար։ Ուրեմն տալիս եմ սրան, ասում եմ ես կպարզեմ։ Ուրեմն ես մտածում ես միամիտ որ սա ունի ինչ-որ աշխատակիցներ, ես իմ ինչներ, որոնք ինձ հետևելու են, ով է ինձ հետևում, ով է ես որ դուրս եմ գալի տնից գալիս, եւ ուրեմն այդ տականքի գործտվող այդ սրիկայի անունը հիշում եմ, Վալոդյա։ Հիմա չգիտեմ, ինքը կա թե սատկել է թե ինչ, ես չգիտեմ։ Բայց մի վաղ այդ էքսպրես թերթում ինքը տալիս էր հայտարարությունը բավական երկար ժամանակ։ Գումարը տվեցինք, ասեց հարց չկա, մեկ էլ ասա քո ասենք ում է դες հիմա շփում քո շրջապատը, ասի դե իմ շրջապատը կապ չունի, բայց դե ասա որ իմանաք նավսյակ էլի, դե որ իրանց չխառնեն էլի, ասենք իմ ծանոթն է իմ ընկեր տղա, ասենք ախպեր, որ ասենք իրանց չխառնեն էլի, իրանց հա, ասում եմ, էս իմ ընկերներն են, ելով ասում դե դրանք մնացած արդեն ազգական իմ ախպերները, ասում լավ, նրա համար որ իրանց չխառնեն, հենց իմенно դրա համար որ իրանց չանանքստացնեն, իրանց չխառնեն։ Չէ, ես ուզում եմ մեկ անգամ էլ պատկերացնենք, ուրեմն մասնավոր մարդ տականքը, սրիկան, ստահակ, տականքը, իմի կասեմ, ով դուրս եկավ դա, որը ներկայացել էր որպես մասնավոր դետեկտիվ, դե ես սա ասում եմ, էլի, սա իմ շրջապատը, որ ասենք սրանք կապ չունեն, իմ ասենք ընկեր տղա ախպեր, իրանք կապ չունեն, իրանք չխառնեն։ Բա լավ, ուրեմն գումար ալիս եմ այդ այլանդակի, բաժանվում ենք, ասում է որոշ ժամանակ չեմ հիշում, էլի, մի շաբաթ մոտավորապես, մեկ է զանգում է Վայրոդնի ախպերս։ Ասում է ինձ հարցականում եմ շեստոյում, ասի չհասկացա։ Ինչ ա եղել։ Բա դու ին վրա ինչ ես բողոքի։ Ինչ։ Սկզբից իրոք կարծեցի թե ինձ կատակ անում, ասի մի քիչ էլ բան անեմ, էլի։ Ես էլ հետը կատակեմ, հետո տեսա չէ, լուրջ, ասի ես ինչ ես խոսում։ Ինչ ա եղել։ Դու մի ասա ինչ։ Ուրեմն այդ սրիկա տականքը, որը ներկայացել էր մասնավոր դետեկտիվ, ինչ ես խոսում։ Որի մասին ես միամիտ մտածում եմ, որ սա ինչ-որ աշխատանք կատարելու է, ինչ կամ ինքը, կամ իր, չգիտեմ, աշխատակիցներ, ագենտները հետևելու են, թե ով է ինձ հետևում եւ այլն։ Չէ, հա, ինչ եք խոսում։ Այս տականքը ուրեմն գործտվող էր ընդամենը։ Աշխատում էր մլիցեկի վրան։ Մենակով աշխատում էր մլիցեկի շեստոյի վրա։ Գնում է շեստոյի, չգիտեմ ինչեր է ասում։ Այդ սրիկաները դուք պատկերացնում եք ինչ սրիկաներ են։ Բռնում են իմ դվայրոդնի ախպորն են վերման ենթարկում։ Ու դեռ ասում են, որ ես ծայրահեղ լկտի այլանդակություն։ Իբր բողոք արդեն հասնում է նրան, որ ես այդ դվայրոդնի ախպոր հետ արդեն համարյա կռվում էի։
Արա ասում եմ ոնց ես ասում մլիցա вообще ես չեմ տեսել ես ուսախ պատմում եմ այդ չասնի դետեկտիվ եւ այլ։ Չգիտեմ դուք պատկերացրեցիք ուրեմն ինչ սրիկա տականքներ կան, պիղծ տականքներ կան։ Ուրեմն փաստորեն հերիք չի ինձ խափել է, գցել է էլի փողոց ուլը, այդ իմ ասացի հիմա վրա ինչ որ մեկը ես իրան ասել եմ, որ Ռոբիկ Սերժիկի ռեժիմը KGB մագեմ գնացել են ախորս այդ դուք հասկանում եք Զանգում եմ այդ անասունը, ասում եմ, ինչ ես արել։ Ասում եմ, դե գնացել եմ, սա ես պատմել եմ, որ շեստուն։ Արա ասում եմ, այ քու գործ ես քուննան։ Ուրեմն մինչև անպատվելու ուզում եի parzեի, որ էսի իրոքը տենց, հա, բա գնացել եմ շեստուն, բա էլի է գումար հարկավոր, էլի գումար էր ուզում, որ արա ասի ես քու սրան անպատվել ուզում եք գլուխը ասֆալտին ջարդել։ Բայց դուք հասկանում եք, ախ ինչ տականք սրիկաներ կան, Պրոստը սատանիկ ներկայացել էր մասնավոր դետեկտիվ, այնիշ գործ տվող աշխատում ուսերների վրա։ Եվ ինչ տականք սրիկա հանցավոր սատանա ուղակի մուսորական համակարգը Հայաստանում առ այսօր գործում։ Լավ, հիմա թեմա փոխել, իսկ հիմա լսեք ինչ եմ ասում։ Հիմա այդ Ռոբիկ Սերժիկների մասին չի դրանց կոչել, դրանք վաղուց լավագույն դեպքում պետքա բանտերում փտածել են։ Իրանք են ստեղծել այդ հանցավոր այդ համակարգը մուսորական, հասկա, իշնորհիվ տականք սրիկա պիղ ծարարած Փաշինյանի ազատության մեջ են։ Ուրեմն դրանց մասին չի խոսքը։ Օրինակ Տաշիր Սամո, այդ ապուշը, դրա այդ նարեկ մեկ, այդ անասունները ասել են երբևիցե դրանցից լսել եք, որ եթե նրանք իշխանության սեծ մուսորական հանցավոր համակարգ չի լինի, չեն ասել։ Դատական համակարգը դատարանը կլինի լիովին անկախ, ասել են, դուք նրանցից լսել եք, չեք լսել։ Այսինքն նույն սրիկաներն են Նիկոլ Փաշինյանը, անգամ նաև այս հարցում։ Ուղղակի իրենցով են ուզում անել, այսինքն իրենք իշխանավորները լինեն, հասկանում եք։ Ես ուզում եմ, որ դուք ձեզ հաշվետվություն տաք։ Սա կարևոր հարցերի շուրջ։ Եվս անգամ ես որ երրորդ կոչս կրկնում եմ, չգնալ մասնակցելու այդ հանցավոր, այո, դա հանցավոր արարողություն է։ Այդ ընտրությունների։ Դուք հասկանում եք, ամեն ինչը կարելի է աղավաղել, ամեն ինչը անգամ այս քրիստոնեություն կոչված եւ քրիստոնե ուսուցումը, բայց թե Աստված դեմագոգ չի։ Ինչքան ուզում են աղավաղել, դրանից չի փոխում քրիստոնե ուսուցումը եւ ճշմարտությունները։ Այդ չասած այս ընտրություններ հասկացող որ չընտրություններ են, ընտրություններ գոյություն չունի։ Այսօր այդ ընտրություններ կոչվածը հենց Հայաստանում գործիք է, որը օգտագործում են ձեր վրա այդ իրենց սրիկա հանցավոր կամակատարներին, այս տականք Փաշինյանին օրինականացնելու համար։ Ամեն ինչն են բացել, աղավաղել եւ այս ընտրություններ հասկացողությունը, ընտրությունները դարձրել են, աղավաղել են, իրենցով են արել։ Լավ, այսքանով ավարտեմ, բայց ես դեռ 0.01% չպատմեցի։ Նախ ինչ սրիկա այլանդակ հանցագործություն է կատարել իմ նկատմամբ եւ ինչ պիղծ հանցավոր համակարգ է տիրում այսօր Հայաստանում, որ ոչ դատարան կա, ոչ մարդու իրավունքներ, դրանք էլ են տեղյակ։ Դրանց դեռ կես տարի առաջ ես դիմել եմ եւ ինձ արհամարել են։ Այսինքն դա էլ են պղծել այդ ինքն իրենով առանձնապես ոչինչ չներկայացնող մի բանը, որը մարդու իրավունքներ կոչված գրասենյակը դա էլ են պղծել Սրիկա Փաշինյան պիղծ ծարարածի ենթակա մարմին է սարքել։ Պատկերացնում եք դեռ կես տարի առաջ իմ դիմումը ընդունեցին անձնագրիս պատճեով, ամեն ինչով շատ լավ մենք իմանանք, իմացան եւ սկսեցին հերախոսը ուղակի կախել։ Հասկանում եք, լկտից սատանիկ է։ Հասկանում եք, այս լիովին Հայաստանում տիրող է սատանա հանցավոր մթնոլորտից ու ռեժիմից ազատվելու նախապայմաններից մեկ այն է, որ բնակչությունը պետք է արհամարի։ Այսինքն մասնակից չլինի այդ հանցագործությանը, մասնակից չլինի այդ ռեժիմի հանցագործությանը, որը իրենք կոչում են ընտրություններ, աղավաղելով ծայրահեղ պիղծ ձևով ընտրություններ հասկացողությունը եւ ընտրությունները ինքը իրենով։ Ինքն իրականում ձեզ ընտրության հնարավորություն չեն տալիս։ Ես կամ այդ ընտրություններում, ոչ, ես փախուստի մեջ եմ գտնվում։ Ինչ որ մեկը դարձյալ փախուստի մեջ է գտնվում։ Նիկոլի հանցավոր ռեժիմը Արևմուտքի եւ Միացյալ Նահանգների հետ միասին դուք պետք է որ սա հաշվետվություն տաք ձեզ, եթե ուզում եք մնալ ազնիվ։ Թույլատրել են ընտրություններին մասնակցել միայն տականք Ռոբիկ Սերժիկի, որը բանտում լավագույն դեպքում պետք է փտած լիներ արդեն, սատկած։ Դրապրի բամբասներին, Նիկոլի իրենց նման ծախու անազգամներին, նաև Տաշիր Սամո, Դոդի Գագո, Արզականցյան, հռետորական արվեստի մեծ վարպետների, որոնց ետնապատկերի վրա Փաշինյանը պետք է պլստա եւ անցնի։ Սա ընտրություններ չեն, հասկանում եք։ Գոնե այսպիսով հասկանում եք այդքանը, թե ոչ։
ինչքան մարդկանց նկատմամբ շինչ ու գործեր են հարուցել, մեկն էլ ես եմ փախացել, բայց հիմա չեն կարող հարուցել եւ հաղորդել եւ այլն, քանի որ ես արտ երկրում եմ գտնվում եւ դա իրենով հիմք կներկայանա, որ ինձ ստեղ ստատուս տան, հասկանում